Հիշում ես երիտասարդ տարիներին, որ գալիս էինք, նկարներ էինք անում։ Կիև ապարատ վերցնում են գալիս։ Հետո նստում ենք նկարները հանում։ Բանել չի փոխվել։ Այդ եկեղեցին էս վերջ տարիներում սարքեցին քանդված եկեղեցի էր։ Ոչ մի բան չկար։ Գասենց որ նայում ես թվում է թե 50 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել։ Հիշում ես որ սա սարքել էին այս դիտակետը։ Որ թվիներ է դու հիշում ես։ Երևի 20-30 տարի կլինի։ Զանգակներ կար։ Ոչ ես տարածքը ինքը բավական զանգակները։ Հետաքրքիր լանգերը ստեղ էր, հիմա չկա։ Տեսնում ես գետը ինչ ջրարատ այսօր։ Կնոջս հետ ծանոթացել եմ 50 տարի առաջ, երբ որ ուսանող էի Թերլեմեզյան էի սովորում։ Երեկոյան ընկերոջս հետ որոշեցինք զբոսնել Կարապի լճի մոտ։ Ինքը իր անգերոջ հետ էր համաքաղաքացի, ես էլ իմ քրոջ հետ էի։ Մենք դեմ դիմաց հանդիպեցինք, ոնց որ իմ հայացքը իր հայացքը համակնեց, մի անգամից դուրս եկավ։ Նիհար սիրուն տղա էր, երկար մազերով, խիպի նման էր, որ այն ժամանակ շատ մոդա էր։ Դե շատ սիրուն էր, դե հետո նկարիչ կինը մի քիչ պետք է սիրուն լինի երևի։ Հենց առաջի օրը իմացա, որ ինձանից փոքր է, տարիքով մի տարի, ասեցի, ես չեմ ուզում էլի ինձանից փոքրի հետ հանդիպեմ, պարզվում է, որ ինքն էլ 3 օր տառապել է, չի կարողացել ինձ գտնի, վերջապես մի քանի ուսումնական հաստատություններ փնտրելուց եկել է գտել։ Ոնց որ հետաքրքիր մի հատ զգացմունք կար, դա ես միշտ մտածում եմ ինչ որ երկրնային աստղերի հետ, հաշվարկների հետ կապված երևույթներ են, պատահականություն չէր։ Պայմանավորվեցինք, որ մյուս օրը հանդիպենք։ Ինքն էլ նստած Կարապի լճի մոտ այդ նույն տեղը, ձեռքին մի հատ փոքր սենց կարմիր գույնի ծաղկամաներ կավից։ Նվիրեց, ասում մտածել է, որ 5 րոպե ուշան, ասել չեմ սպասելու կգնամ։ Էտյուդնիկն էլ կողքը։ Բարևեցի, խոսեցինք եւ այլը, մի քիչ քայլեցինք իր հետ։ Ու այդ Կարապի լճի շուրջ շփոթվեցինք, ու ասեմ, որ այդ Կարապի լճը մեզ համար դարձել է բավականին հետաքրքիր հուշերի միջավայր։ Ու այս ձևով մենք սկսեցինք բարբերաբար հանդիպումներ ունենալ։ Բեռայում կար մի մանսներ, այսինքն երկրորդական դերեր, որը ոճարովի էր։ Բեմադրություններում Նար Հովհաննիսյանի հետ, Գոհար Գասպարյանի բեմում ելույթ էինք ունենում, իսկ ինձ դահլիճում նստած մենք հետևի մասում էինք, դերասանական մոտ կար։ Դե ես Վարձով էի մնում, քանի որ Երևանում տուն չունեինք, մեր տունը Գորիսում էր։ Իմացան Գորիսում, որ ես ընկերուհի ունեմ, հայրս եկավ Երևան, անսպասելի չէի սպասում։ Ամուսնության առաջարկությունը հաշվեք իր պապան ա արել։ Եվ հայրս շատ էր ուզում, որ անպայման ամուսնանան, որ թորնիկ տեսնի։ Սովորում էի Երևանի թեթևարդյունաբերական տեխնիկումում, ինձ պետք է ուղարկեին Իվանովո-Ֆրանկովսկ։ Ժիրայրը ասեց, որ դու գնացիր Իվանովո-Ֆրանկովսկ, մենք էլ չենք հանդիպելու։ Մեկ էլ մի 2 օր հետո տեսնեմ, ես գնացի իր մոտ, որտեղ ինքը Վարձով էր մնում, տեսնեմ մի հատ մարդ նստած, ասեց ես Ժիրայրի պապան եմ։ Բալիկ ջան, սիրում ես իմ տղայիս։ Ես էլ դե ժամանակ շատ ամաչկոտ էի, ոչ մի բան չկարացի պատասխանեմ, գլուխս կախեցի, ասեց վсё, ես գնալու եմ քո տեխնիկումը դիրեկտորի հետ խոսամ, քեզ կտեղափոխեն Գորիս, Գորիսում էլ մեծ տրիկոտաժի գործարան կա, այնտեղ կաշխատես։ Իրեն դասավորեցին, գործողեցին Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկա, երևի հեշտ համաձայնեց, որտեղ առանձնապես դե աղջիկները այդ տարիքում երևի ուզում են ամուսնանալ, չգիտեմ, թե ոնց։ Մարտի 8-ին եկան ինձ նշանեցին, մարտի 25-ին էլ Ժիրայրի հետ եկանք Գորիս։ Շատ արագ ամուսնացանք, ես ընդամենը 19-20 տարեկան էի։
Հիշում ես այդ նկարը։ Հա, որ գնացինք նկարվելու, ֆոտոնկարիչը ասեց քուրախ բերեք, եկեք սենց նստեք։ Իսկապես հիշեցինք։ Մենք լասինք չէ, մենք նոր ենք նշանվել։ Քանի տարեկան եք, 20 տարեկան երևի։ Հա, էլի, այդքան։ Այս կոստյումս հիշում ես այս գծերով։ Մազերը քեզ ձևով սազում։ Ես ուրել չես պահում։ Դե ժամանակ ջահել էի։ Մենակ ես կուզեի, որ սենց երկար սև մազեր ունեն, մազերը։ ես չեմ կարա, որտեղ չունեմ։ Ես դու ունես, կարող ես մազերդ երկարացնել։ Արդեն չի սազա։ Ինչ թվում է կսազա։ Հետո հիշում ես, որ առաջին անգամ քեզ նկարել էի, դիմանկարի նկարել։ Բայց երկար էր մազերս դիմանկարի վաղ։ Հիշում ես այդ օրը ինչ էր։ Այդ օրը չեմ հիշում, բայց կարապիլի չեմ ես համար։ Ես հիշում եմ, որ ես էլ էի այդ նույն քո ատելյեում կոստյումով պատվիրել, գնացինք ստացանք, ես իմս հակա, քոնն էլ քո հակիներ, գնացինք կարապիլիջում նկարվել։ Ասեմ, բայց այդտեղ ջուր չկա։ Այս պայուսակը հիշում ես։ Ես եմ հիշում։ Ես դու կարել էիր, չէ։ Ես կարեցի ասի ժիրեր մի հատ նկարի, հետաքրքիր։ Դες հետաքրքիր ես մեր ընկերն է Կարլոսը հիմա Ամերիկայում է կնոջ հետ միասին։ Լսի, բայց շատ հետաքրքիր նույն տեղն են կանգնել, պատահական նկարը, չէ։ Սա բավականին հետաքրքիր է։ Առաջին անգամ որ ասեցի արի գնանք ցույց տամ հին Գորիսը։ Այս կամուրջը հիմա այդ կամուրջը չկա։ Հիմա այս քարերն էլ չկան, քարանձավները, քերծերը, որտեղ որ մի ոտք կարայր դներ, մյուսի վրա կանգներ, իսկ հիմա արդեն լրիվ հեռացել է։ Դե տարիների ընթացքում ժայռերը փալվում են։ Բայց ինչ ծաղիկ ես կանդում ստեղ։ Դա երևի որ քեզ նվիրեմ էլ ծաղիկ։ Դե կողքիս ուրիշ մարդ չկա, դու ես քեզ պետք է նվիրեմ։ Մեր հարսանիքի նկարներ, շորը կարծեմ դու ես, չէ։ Թե կարծեմ դե հիշում եմ։ Կտորը մաման Երևանից էր բերել։ Մի մետր բերել էր, մի մետրից սետ շոր եմ հանել։ Քովերնաշապիկնել եմ ես կարել։ Հիշեցի։ Բայց միջև ես վերջը մնում էր այդ վերնաշապիկս։ Դե մնում է ինչ անի։ Ստեղ արդեն երեխաները, Արմինեն բավականին արդեն մեծ։ Մորաքույրս է Ամերիկայից է եկել։ 25 տարի քույրերով չէին հանդիպել։ 25 տարի հետո ինքը Ամերիկայից եկավ մամայիս և մորաքրոջս հետ նկարվեցինք։ Այս նկարն էլ լավ է։ Այս մանկապարտեզի Արմինեի Արմինեի հանդեսի այդքան ծնողների մեջ մենակ դու ես պարում ու ես ոնց որ դե պարող չկար չէ, համաչում են բոլորը մենակ մենք ենք դուրսիկ Դες քանի երեխա կամ 30 երեխա, բայց մենակ մեկ եք պարում Սա հարսանիքի ժամանակա խորոված էին անում, դուք էլ ստեղ տղաներով հումոր էիք անում, ես էլ պաղկվել էի։ Ես էլ խանամիներն են Երևանից, հարսնություն հյուսիսից, եկել էին մեր հարսանիքին մասնակցեն։ Քավորնա, քավորակինը միասին։ Քավոր չկան հիմա իրենք։ Քարտեզում անգամ չգիտեի որտեղ է Գորիսը գտնվում։ Ժիրայրը որ ասեց Գորիսից եմ, Գորիս պիտի գնանք բան։ Ժիրայրը որտեղ է Գորիսը ասում է։ Սարերի մեջ է։ Հետո տանը պատմեցի, աղբերս ասեց շատ սիրուն տեղ է։ Ինքը վարորդ էր, այս կողմերը գալիս էր։ Ասում է երևի Հայաստանում ամենասիրուն քաղաքն է։ Դե հա որ եկա համոզվեցի, ժողովուրդը շատ բարի են։
40 տարի է, 50 տարի է ստեղծագործում եմ, դա իմ մանկության երազանքն է եղել, ես դեռ մանկուց սիրել եմ նկարելը, գեղարվեստաթատերական թղթերս տվեցի ընդունելու, այդտեղ երրորդ քննությունից կտրվեցի եւ այդ նույն տարին ընդունվեցի Թերլեմեզյան եւ որպես նկարիչ, որպես ստեղծագործող մինչեւ այսօր ես նկարում եմ, ստեղծագործում եմ, բազմաժանր ստեղծագործող եմ, ավելի շատ կոմպոզիցիոն ստեղծագործություններ ունեմ, դարել եմ Հայաստանի նկարիչների միության անդամ, մի քանի տարի առաջ դարձա Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ֆրանսիայում, Ամերիկա, Իտալիա, տարբեր երկրներում որոշակի ձևով իմ նկարները կան։ Ես Ֆրանսիայում 3 անգամ եղել եմ ցուցահանդեսով ու 3 անգամ էլ ցուցահանդեսը վերջացել է եւ նկարներս վաճառվել են։ Երբ որ Գորիսի պատկերասրահը ստեղծվեց, Երևանից մենք նկարներ բերեցինք, մոտորապես 20-25 նկարով մենք ստեղծեցինք այն պատկերասրահը, որ այսօր կա։ Բարև ձեզ, ինչպես եք, լավ եք, տրամադրությունները, ապրեք, հասկանամ տեսնեմ, ինչ է կարել, ես մասից տվերները մի քիչ ուժեղացրու, տեսնում ես նեխլուսով գալիս է, չէ, իսկ քո մոտ ես ամբողջ կանաչած, մի քիչ տվեր ուժեղացրու, որ ինքը կլորանա։ Երեխաներ տվերների վրա ուշադրություն դարձրեք, դու էլ մի քիչ ուժեղացնես տվերս այս մասին։ Այս մասերը կարող ես մի քիչ ուժեղացնես, այս շուրթի այս վերևի մասը տեսնեք, որոշակի ընդգծված տեղ էլ կար, դրանք էլ ուժեղացրու, ու մեկ էլ մազերի, տես այս մասը ավելի մուկ է, չէ՞, քան այստեղ։ Այդ մուկ մասը մի քիչ ավելի ուժեղացրու, որ ինքը դեմքը արտահայտիչ լինի։ Ասես ինքը ձուլի թողիչնի ներքե։ Որպես բան չի երևա, որպես գիծ չի երևա։ Դե չքան լուսավոր կետ է։ Մի քիչ էս այդի մասն է, մի քիչ գույնով ինքը գունային է ու մնացածը արդեն լույս է։ Եղավ։ Կինը երևի նեղած կոտ է, որպես կին ազնվորություն, դե տղամարդն էլ ոչ թե նեղանում է, կարող է վիրավորվի եւ այլն, թե նեղանալու խնդիր չկա։ Գիտես, պահի տակ ինչ-որ խոսք է լինում եւ այլն, բայց պահը անցնում է ընտանիք, տուն, երեխաներ, հոգսեր եւ այլն, դու ստիված արդեն խոսում ես, զրուցում ես եւ այլն, նման սուր վիճակներ համարյա էլ չեն երևում։ Այդ ժամանակ ինքն էր գալիս։ Գալիս էր մի հատ գրքում էր պաչում, ասում էր դու էլ ինձ պաչ։ Դենց հաշտվում ենք, մեկս մեկի նկատմամբ ավելի հանվերժող ենք դարել։ Մենք ավելի շատ սիրում ենք լսել, քան թե խոսել։ Դե տղամարդ է, տանը չի լինում, առավոտը գնում է աշխատանքի, գալիս է երեկոյան հոգնած։ Դենց ես էլ երեխաների հետ հիմնականում։ Հիշում ես, որ քեզ առաջ քայլերը սովորացրեցի։ Հիշում եմ։ Մի քանի անգամ խաղացինք, հետո երկար ժամանակա չենք խաղում, դու գնացի շախմատի դպրոց։ Հիմա արի միասին խաղանք, տեսնենք ինչքան ես շախմատի դպրոցում առաջ անցել։ Ես ինչքան եմ կարողանում քեզ հետ խաղալ։ Գնացինք։ Մենակ լուրջ քայլեր չանես, պապիկին կրես։ Այն ժամանակ էլ էի սկզբից սպիտակներով։ Պապիկ, ես ուզում եմ սպիտակներով խաղալ, ուզում եմ սպիտակներով խաղալ։ Հիմա ահագին առաջ ես անցել, փոխանակ թողես պապիկը սպիտակներով խաղա, էլի դու սպիտակներն ես վերցրել։ Հիշում ես առաջի մրցումը երբ եղավ։
2023 թվականին։ 23 թվականից ինչ մրցումներ, դպրոցական մրցումներ, թե շրջանային մրցումներ, ոնց էր։ Շախմատի դպրոցում էր անցկացվում։ Որտեղ շախի տակ աստեղ։ Իսկ այլ սալ էր։ Մի անգամ էլ ես քեզ կների։ Շախ եւ դուրը։ Դե ինձ թվում է սրանից հետո ես պետք է հանձնվի մարդին։ Գարդի պակասությունը ստեղ արդեն զգացում։ Բայց խի փոխեցիր, քեզ պետք էր որ փոխեցիր գարդեն։ Դե նավակ շահեցի։ Հա, ճիշտ է, գարդեով նավակ շահեցիր, ճիշտ։ Շահ։ Նատ։ Հատ։ Տորնիկը հաղթես պապիկին, ապրես, բավականին հաջողության ես հասել։ Հիսուն տարվա մեջ այդ մեր ամբողջ կյանքում մենք սիրով գեղեցիկ կարողացանք ստեղծել մեր ընտանիքը, մեզ թվում է թե մի 1000 տարի պետք է էլի միասին ապրենք։ Ունենք 3 զավակ, 9 թոռ, մի հատ էլ պուճուրիկ ծորնիկ։ Նոր ուզում է քայլի, արդեն քայլերը անում, որ կյանք մտնի մեզ հետ հավասար։ Ես եմ զանգակը։ Երևի կինս ավելի բամբակ է։ Հետաքրքիր նաև որ եթե ես նկարիչ չդառնայի կամ նկարիչ չլինեի, ես երևի երաժիշտ կդառնայի, որտեղ իմ մեջ կա նաև երաժշտական ընդունակություններ։ Ինչի շնորհիվ մենք 50 տարի միասին ապրեցինք, պատճառը որն էր։ Դե երևի սիրում ենք իրար։ Դրա համար էլ կարողացանք այսքան տարի իրար կողք ապրենք։ Այդ 50 տարիների ընթացքում դու մեջքից կանգնած ցանկացած գործունեության ընթացքում միշտ անդառաջել ես, օգնել ես։ Կուլտուրայի տան վարիչ ես եղել, ինչքան ուշ էիր գալիս տուն, որ հարցնում էի, խես ուշացե, ինչ էիր ասում։
Ասում էի գործ ունեի ուշացրած ինչ պետք է ասեի Եմ վաղտը պաստորեն ժամ։ բրիջային հեռախոս չկար, Ես Ասում էի, միշտ աշխատանքի տեղն էի։ միշտ գործի իր։ Բարբերաբար իար միջոցառումներ, ցուցահանդեսներ լինում էր, որ ուշ էի գալիս տուն, բայց կարևորը որ գիշերը տուն էի գալիս։ Դա եթե ամբողջովին չմոտենայի, այդ երկար տարիներ մենք չենք կարող միասին ապրել։ Դժվար է արվեստագետի կին լինելը, Դիվանագետ պիտի լինես, որ ընտանիք գոյություն ունի։ գետի հետ ապրել։ Դու մեր չես փոշմանել որ Չէ, հակառակը չեմ փոշմանը։ Առաջ որ եկել էի Գորիս անդադ Երևան էր, սիրտս ծքում ուզում էի գնայի, բայց հիմա հակառակն է, որ 2-3 օր Երևան եմ մնում, անդադ ուզում եմ վերադառնալ Գորիս։ այդ 50 տարի ոնց որ երեք լիներ։ Տարիները այնպես արագ են անցնում, չես էլ պատկերացնում, օրինակ ես չեմ զգում, որ ես արդեն 68 տարեկան եմ։ Երբ որ երեխաներին ենք նայում, արդեն մեծը 50 տարեկան, 40 տարեկան, ծորնիկներ, չէ՞։ Ծորնիկներ նոր զգում ենք, որ իրոք որ մենք մեծ ենք։ Մարդ հոգով երևի միշտ երիտասարդ եմ անում, հոգին չի ծերանում։ Հիմա ես զանգակ եմ, դու բամբակ, թե Ես դու եմ զանգակ։ դու ես զանգակ, բայց ինչ եմ բամբակ։ Դու էլ ես զանգակ։ Դե երկուսն էլ զանգակ չի լինում։ Ոչ չի լինում։ Դե ես ում Ես բամբակի որ զանգակ չլինեի, քո բացակայության ժամանակ ոնց կկար այդ տունը պահել։ բայց ես ինձ բամբակ չեմ պատկերացնում, ոնց կարող բամբակ լինի։ Դու բարի, տենց լավ փոփուկ բնավորություն ունես, չարություն չկա սրտումդ։ Ինչ իմանամ, կռվարար չես, ծեծող չես։ Բամբակ չի տավա։ Դե կարող բամբակ եմ, համոզեցի բամբակ եմ։